Գերիների վերադարձի հարցն այսօր Ռուբեն Վարդանյանի ծննդյանօրն է, պարոն Թաթոյան, ձեր տեսլականը որն է այս հարցի շուրջ, որովհետև սա հասկանում ենք բացառապես քաղաքական հարց է։ Ու նաև ընկերները հարցը ամենացնեմ, այս տարիների ընթացքում հնարավոր է դրանց հետ բերել, թե ոչ։ Ես շնորհավորում եմ Ռուբեն Վարդանյանին ծննդյան օրվա կապակցությամբ, պարոն Վարդանյանին ես լավ ճանաչում էի, մենք շատ ծրագրեր ենք նաև արել, ես տեսել եմ նրա արած ծրագրերը, գործի հանգամանքներին եմ ծանոթ եւ գիտեմ, որ ամբողջությամբ բնականաբար կեղծ, շինծու, ապօրինի դատավարություններ եւ մաղթում եմ, որպեսզի Ռուբեն Վարդանյանը շուտ վերադառնա հայրենիք, հասնի ընտանիքին։ Հիմա ինչ վերաբերում է գերիների հետ կապված։ Գերիների հարցը ի սկզբանե ես ասել եմ, Ադրբեջանը օգտագործում էր մեր դեմ ատելություն բորբոքելու համար, մեր դեմ պահանջներ ներկայացնելու համար։ Այս իշխանությանը ասում են գնացեք ձեր հայցերը հետ վերցեք, ասում են հարց չկա, հետ կվերցնենք, բայց իրանք երկրի ներսում տանում են գերիների վերաբերյալ դատավարություններ, որ մեր ավելի թշնամանք բորբոքեն, պահանջներ ներկայացնում, միլիարդավոր դոլարներ են հաշվել, ինչի համար դուք կարծում եք այս մեր սիրուն աշկերի համար, որ դատավարություններ են անում, հիմա էլ ավարտել ու վերջ, նրանք շատ լավ նախապատրաստվել են հարկ եղած դեպքում, հանելու են բոլոր պահանջները դնեն, ասեն դե տվեք այս վնասների հատուցումները, ուրեմն հաշվել են սովետական միությունից սկսած, այդ փլուզման ժամանակներից ամեն տուն, ամեն գյուղ հաշվել են, ես ասում եմ պատասխանատու, մեր ժողովրդին եմ ուզում, ժողովուրդ ջան, ես երբեք հենց այնպես չեմ խոսում, իմ ամեն խոսքի տակ փաստ կա, ես ամեն խոսքիս համար պատասխան եմ տալի, միշտ էլ այդպես է եղել, նրանք հաշվել են մինչև վերջ, շատ վտանգավոր է այդ դատավարության մասը, մենք դրան պետք է հենց անենք, որ ընդհանրապես վարկաբեկեն կեղծիքով, որպես որևէ կերպ հիմք չընդունվի, բայց այս իշխանությունները այնպես են արել, որ փակուղի է մտել այդ հարցը։ Մենակ Ադրբեջանի բարի կամքից է ստացվում հիմա այդ հարցի լուծումը։ Պարոն Թաթոյան, Ռուսաստանից հնչվող մեկնաբանությունները, հայտարարությունները ինչքանով են մտահոգիչ, որովհետև մինչև անգամ հիշեցնում են այն մասին, որ Հայաստանը անկախություն է ձեռք բերել այն տարիներին եւ Ռուսաստանի կազմի տակ, ինչ հետաքրքրվածություն ունի Ռուսաստանը Հայաստանում անցկացվելիք այս ընտրություններով եւ եւս մեկը հարցը հետընտրական պրոցեսների հետ կապված, ինչ պատկեր ենք մենք ունենալու, որովհետեւ անկախ արդյունքներից, որովհետեւ այս մասին նաեւ խոսել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, նշելով, որ հետևանքները երկու պարագայում էլ ծանր է լինելու եւ ընդդիմության հաղթանակի եւ իշխանության հաղթանակի պարագայում։ Ռուսաստանի հետ կապված։ Ռուսաստանի քայլերը ինձ համար, այո, այս պահին մեր երկրի համար դրանք խնդրահարույց են, ինձ համար որպես Հայաստանի քաղաքացի վիճակը այո մտահոգիչ է եւ այս քայլերը, արգելքները նույնպես անհասկանալի են։ Օրինակ ես ասացի, ասենք ծաղիկ արտադրողների ծաղիկները արգելվում են, կոնյակը 100 տարի որ ներմուծվում էր, հիմա արգելվում է, դա ինչը փոխվեց։ Այո, ինձ համար ակնհայտ է, որ դա արվում է ճնշումներ գործադրելու եւ որ Ռուսաստանը իր նախընտրած տեխնացուի համար ստեղծի լավ պայմաններ։ Սա այս նախընտրական քարոզչական վիճակում, բայց տեսեք հələ նորից եմ ասում, եկեք տրամաբանությունը հասկանանք ինչու է այդպես, որովհետեւ տեսեք ամեն մի արտաքին ուժ ձգտում է Իրանը անցկացնել, Իրանը ունենալ։ Մենք պետք է ոչ թե ղեկավարվենք այդ արտաքին Եթե մենք ուզում ենք լուծենք այս հարցը, որ ապագայում նման բաներ չլինի, մենք պետք է ղեկավարվենք ոչ թե այդ արտաքին ուժերի ցանկություններով, նայենք թե ասենք թե ով է ինչ ուզում, ասենք վայ, ես պետությունը այս մարդուն է ուզում, այս մեկը սրան է ուզում, եկեք տենց Բրյուսել, Վաշինգտոն, չգիտեմ, Բաքու, Մոսկվա եւ այլն։ Այլ մենք պետք է ընտրենք հանուն մեր երկրի շահերի եւ վստահ եմ, որ սա քիչնի այլևս չի լինի, մենք չպետք է թույլ տանք, որ այլևս լինի պետություն, որ ուզենա մեր նկատմամբ ճնշում գործադրի, որ այդ կոնկրետ պետության կողմից աջակցություն ստացող ինչ որ մարդ, ուժ, ինչ ուզում է լինի, առաջընթաց ունենա, սա շատ հստակ է եւ այո, ինձ համար այս վիճակը, սա այն է, ինչ որ ես ասում եմ, տնտեսական կախվածությունը։ Հիմա ինչ վերաբերում է հետընտրական, մեր քաղաքական ուժը մենք ունենք հստակ քայլեր բոլոր սցենարների համար։ Ես եղել եմ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, հստակ պատկերացնում եմ, թե ամեն ընտրական փուլից հետո ինչ իրադարձություններ կարող են զարգանալ, ես ունեմ դրանց բոլորի հնարավոր կանխատեսումները, քայլերը մեզ մոտ, ես ոչ միայն որպես մարդու իրավունքների պաշտպան եմ մասնակցել, այդ պրոցեսներից ծանոթ մասնագիտական առումով էլ նաև։ Բայց այս ամենից, որպեսզի մենք թույլ չտանք նման բան, տեսեք այս խնդիրները
որպես նաև ամփոփում ես նախորդ խոսքի, ուզում եմ ասել մեր քաղաքացիներին, ես եղել եմ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։ Մինչև վերջ պաշտպանել եմ մեր քաղաքացիներին ամեն քայլափոխին, ամեն մեկի ինչքան հնարավորություն եղել է ամեն ինչ արել եմ։ Ես հիմա հանձնառում եմ լինել Հայաստանի իրավունքների պաշտպանը եւ որպես Հայաստանի իրավունքների պաշտպան ուզում եմ ասել, որ Ալիևին պատասխան տվող էլ լինելու ու կա։ Ես հիմա էլ եմ տալիս այդ պատասխանները ու ձևերն էլ եմ ասում ինչպես պետք է տալ, որովհետեւ պատասխան տալու ձև էլ կա, պատասխան տալու եղանակն էլ կա, տակից դուրս գալու հարց էլ կա ու հետո նենց անել է կա, որ դու ոչ միայն հաղթես այդտեղ, այլ ավելի պաշտպանես քո ժողովրդի իրավունքները, արժանապատիվ պատվաբեր, աշխարհում ավելի կունենանք հարգանք։ Մենք մեզանով կլուծենք բոլոր հարցերը։ Հայաստանում չկա հարց, որ մենք մեզանով չկարողանանք լուծել։ Պարոն Հոթյան, մի հարց Արցախահայությանը վերաբերող, քանի որ Փաշինյանը եւ ընդհանրապես իշխանությունը անընդհատ խոսում է այն մասին, որ արցախցիները պետք է մոռանան վերադառնալ Արցախ, արցախյան հարցը փակված են համարում։ Ուզենք ձեր տեսակետը լսել, ինչպես եք դուք այդ հարցը պատկերացնում, ինչպես պետք է։ Մի կարևոր բան։ Ես ինչ որ խոսում եմ, իմ համոզմունքն է։ Ես ոչ մի իմ խոսք հիմա ոչ մի քայլ, ոչ մի ծրագիր չեմ արել, հաշվի առնելով իմ տակտիկական քայլերը, ձայն կբերեմ, ձայն չեմ բերի, վախենամ, ամեն ինչի իմ համոզմունքն է։ Ես ինչ գիտեմ, ոնց գիտեմ, որ պետքա պետություն կառավարվի, մեր թիմով, մեր պրոֆեսիոնալ թիմով, այդպես էլ անում եմ ու այդպես էլ գնալու է առաջ, որտեվ ամեն ինչը իրականացնելու ենք։ Հիմա Արցախի հետ կապված։ Արցախը սենյակի դուր չի։ Գիտեք, որ ինքը Արցախի հարցը փակի, բացի, տենց իր նախընտրություններով Արցախը իմ հայրենիքն է, Արցախը իմ ինքնության անբաժան մասն է։ Արցախցիները իմ եղբայրներն ու քույրերն են, ոչ թե ես արցախցիներին լինեմ երկրի ղեկավար, ոչ թե վերաբերվելու եմ, որ այ գործիքներ, օրինակ, որ մոռացության տաս, փակես, չբողոքեն եւ այլն, այլ մենք իրական արժանապատիվ պետքա բոլորս միասին մեկ հասարակություն ապրենք։ Արցախցիների իրավունքները Հայաստանում երկու մասի են բաժանվում։ Առհասարակ իրավունքները, ես երկու մասի եմ բաժանում։ Մեկ, իրավունքներ, որոնք Հայաստանում են, Հայաստանում գտնվող արցախցիների իրավունքներ, կայուն, ոչ թե տես թրիվրի մի ծրագիր այնքան որ չբողոքեն, կայուն սոցիալական ճիշտ ծրագրեր, բնակարանային ծրագրեր, արցախցիներին պետք է պարտադիր վերապրոֆիլավորել, դասընթացներով կլինի, ոնց կլինի, բազմաթիվ մասնագետներ դուրս են գալիս, դուրս են մնում մեր հասարակությունից։ Իմ այդ հանդիպումների շատ են գալիս, ես եմ շատ տեսնում, մարդ եկել է աշխարհագրության ուսուցիչ, կիրթ, գրագետ, աշխարհագրություն են առարկանա, որ քո երկրի ամենաանվտանգության կարևոր մասերն է, լանդշաֆտները, ռելիեֆները, պետքա դնես ուսումնասիրես, ինչ բարձունքներ կան, աշխարհագրական ինչ կետեր կան, բայց այդ մարդը գնացել է տաքսի ա վարում։ Տաքսի վարելը կարևոր գործ է, տաքսի վարորդները արժանապատիվ մարդիկ են, բայց եթե դու ունես հնարավորություն այդ աշխարհագրության ուսուցչին բերես քո դպրոցներում երեխեքին կրթի դաստիարակի, պետական մարմիններում աշխատի, ինչի՞ չես անում, ինչի, որտեվ վախում ես, որ կբողոքի ես քանի, որտեվ իշխանությունը համար խնդրեմ կառաջացնի։ Ես լինեմ, մեր բոլոր արցախցիներին կվերապատրաստենք շատ արագ, կվերապրոֆիլավորենք, բոլոր ուսանողներին հստակ ցույց կտանք, թե ինչ պայմաններ են լինելու երիտասարդ մասնագետներին, որ արագ ներգրավենք հասարակություն։ Մյուսը լինելու է Արցախի հարցերով հատուկ գերատեսչություն, բռնի տեղահանվածների հարցերով, արցախցիների։ Վերացվելու է առաջին քայլը միանգամից կառավարության այն որոշումները, որոնցով արցախցիները չեղան Հայաստանի քաղաքացիներ, դա նույնպես։ Եվ արցախցիների վերադարձի իրավունքը։ Սա պետք է այս հարցը մեկ տանելու ենք առաջ, ապահով, արժանապատիվ, կամավոր վերադարձ։ Սա ես այնպես հենց ես սա չեմ հնարում։ Սրանք միջազգային դատական ատյաններից են վերցված այս ակտերը 2023 թվականի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանն է որոշում կայացրել 2023 թվականի հոկտեմբերին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը, որի թվում 3 մշտական անդամ պետություն Ամերիկա, Ֆրանսիա եւ Մեծ Բրիտանիա, ուրիշ ԱԳՆ-ներ, այսինքն սրանք մեր միջազգային կարևոր հնարավորություններն են, իսկ այս իշխանությունը ինչ է անում, մի բան էլ, այս պահին իրատեսական է վերադարձը, ոչ, բայց մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ եւ չթողենք, որ մոռացության մատնվեն ադրբեջանական հանցագործությունները, այո, հատուցումների իրավունքից սկսած բոլոր հարցերը եւ դա մեզ հաջողվելու է։ Հիմա կարգավիճակը, վերադարձի իրավունքը ենթադրում է անվտանգություն, առաջին հերթին կամավորություն,
եւ արժանապատիվ վերադարձ։ Այստեղ մենք չենք քննարկում կարգավիճակ, այստեղ քաղաքացու անվտանգությունն է, հա, բանակցությունների ընթացքում եւ այլն պետք է, այո, ապահովել պահանջները պետք է པարզ լինի։ Եվ այստեղ նաեւ մի կարեւոր բան, տեսեք այս իշխանությունը ինչի է դիմում, ասում է, այդ 300,000 ադրբեջանցիները բերե հավասարեցրել է արցախցիներին, չէ՞։ Այդ հարցը 300,000 ադրբեջանցիների սրա մասին ամենաշատը ես եմ խոսել, ամենալավը ես եմ պատկերացնում։ Ես եմ պատկերացնում ինչպես պետք է խոսել ադրբեջանցիների հետ, որտեղ այդ փորձը ունեմ, բազմիցս եմ մասնակցել քննարկումների, բանակցությունների, նրա այդ հարցը, այս իշխանությունը 0-ից քաղաքական իրենց անպատասխանատվությամբ աճեցրած հարց է։ Այդ 300,000-ը դա զրոյական հարց է գետնի վրա, ոչ միջազգային որևէ ացան գիտի դրա մասին, կընդունի ոչ որևէ երկիր։ Երկու օրինակ բերեմ, 2021 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այդ ադրբեջանցիներին ասել է. դուք ընդհանրապես իրավունք չունեք գաքստե, որտեղ ժամկետները անցել են 90-ականներից է։ Արդարադատության միջազգային դատարանը 24 թվին հստակ արձանագրել է, որ ես այն դատարանը չեմ, որտեղ դուք կարող եք գալ։ Այսինքն մենք հստակ միջազգային չկա որևէ ատյան, որտեղ նրանք կարող են գնալ այս հարցով։ Սա 0-ից աճեցրած հարց է։ Շնորհակալություն։